Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ ուրիշ կարծիք ոդկասթն է, այսօր հրավիրել եմ 2018 թվականից սկսած, իշխանազավթումից սկսած պայքար սկսվեց այդ իշխանազավթումից հետո Նիկոլի դեմ, նիկոլականության դեմ, այդ պայքարի առաջամարտիկներից մեկին, որի հետ երկար տարիներ պայքարի փուլով ենք անցել, դժվար փուլով ասեմ, մեր պայքարի առաջամարտիկներից Մայրամին եմ հրավիրել, Կիրակոսյան Մայրամին, բարև Մայրամ ջան, ինչպես ես։ Լավ, Սևակ ջան, Այսօր ցանկանում եմ խոսենք ավելի շատ ընտրություններից, այս սպասվող ընտրություններից ու Նիկոլ Փաշինյանի այս ժողովրդի հետ խոսալու ձևից, լեքսիկոնից, դա երկրի ղեկավարի ու ընդհանրապես ինչ-որ քարոզարշավին մասնակցող մարդու անգամ, չգիտեմ, պատգամավորության տեխնացուի խոսելա ձև չէ, ոնց կարելի է մարդկանց սպառնալ, մարդկանց ձեռքից քաշել, թափթփել, ինչ կարծիքի ես դու ու ընտրությունների հետ կապված ոնց ես տեսնում հունիսի 7-ից հետո ինչ է լինելու։ Նախ սկսեմ ամենավերջի դարձից էլի, որ հունիսի 7-ից հետո ասված ոչանը, եթե Նիկոլը անցավ, հիմա եթե սենց է անում սպառնում ա ժողովրդին, հունիսի 7-ից հետո ինչեր է անելու, ես արդեն պատկերացնում եմ։ Ասված ոչանին կանցնի։ Ինչ մնում է քարոզարշավին, Սև ջան, քարոզարշավը, այդ իրա քարոզարշավը կոնկրետ ՔՊ-ի, կինոկոմեդիա է։ Մի հատ ծրագիր չունին կներկայացնելու ժողովրդին, բացի իրա կեղծ այդ խաղաղության ծրագրից, որը կեղծ ամբողջովին սուտ է, այդ բնականա գիտենք բոլոր խելքահաս մարդիկ։ Սկսեմ դրանից։ Հետո լրպի պես գորգորալով, մարդկանց սպառնալով բժշկու կնոջը լավ բժշկուի չէ, կին է ուղակի։ Մարդը իր խոսքն էր ասում։ Ինքը պիտի պատրաստ լինի, չէ, նաև ընդունի հագակարծիք մարդկանց տեսակետները, չէ։ Բայց ինքը տեսակ ինչ է անում։ Այսինքն ինքն իրան պատերով է տալիս, այդ նշանակում է, որ ինքը գիտի, որ ինքը շանս չունի, եթե կեղծիքներ չանի։ Եթե պետական ռեսուրսը չօգտագործի, եթե արտարընտրություններ բան, ինքը շանս չունի անցնել։ Դե իհարկե չունի։ Բայց մենք բազմիցս ենք ասել ու ընդդիմադիր քաղաքական գործիչներն էլ անգամ այս քարոզարշավը չսկսած, ասում էին, որ ինքը սկսել է արդեն կեղծումը։ Արդեն սկսել է, իհարկե սկսել է։ Ինքը մինչև քարոզարշավի հայտարարելու օրը ինքը արդեն իր պլակատներն էլ էր փակցրել, արդեն քարոզարշավն էր 2 ամիս շուտ սկսել էր քարոզարշավ, չէ՞, ասում էին մենք ՔՊ-ի մեջ ենք քարոզարշավ անում, բան ինչ-որ sense ապուշ բաներ էին խոսում, որը իրականություն։ Բայց իրանց այդ ուրախավտեբուզով շրջում էին, չէ՞, քարոզարշավ էին անում։ 2 ամիս շուտ սկսել էին քարոզարշավ լափելով, չգիտեմ ինչ անելով։ Կուկուրուզ էին ուտում։ Ասենք երկիրս ներկայացնող անձը այսօր խայդարագում է մեր 5000 տարվա պատմություն ունեցող ազգին։ Խայդարագում է, ես էլ ինչ ասեմ։ Ես չգիտեմ իրան ոնց կարելի է գնալ ընտրեն մարդը, որը իրոք զդայուն հայ է։ Չի կարա, այդ բացառվում է։ Լավ խափնվեցին 18-ին, չէ, խափնվեցին, լավ, խափնվեցին։ Խոստումների խափնվեցին իրան։ Բա 21-ին, աղեդալի պատերազմից հետո, քարագ անգամ մեծացրած Եռաբլուրից հետո ոնց կարային գնային։ Հիմա էլ Արցախը հանձնելուց հետո։ Հիմա Արցախը հանձնելուց հետո ինչի հայտարարեց մարդը։ 3 օր առաջ հայտարարեց, չէ, 3 անկլավ եմ տալու։ Բայց բանն է, գիտեք ինչն է խնդիրը, Մայրամ ջան, նայ։ Ինքը ասում է ես չեմ հանձնողը։ Ռուսներն են հանձնել, աղքիններն են հանձնել, շուտվանից էր հանձնված։ Հա, ինձ որ միշտ որ զոմբի է պատահում, սենց է ասում է նախկիններն են հանձնել, Սերժն ու Քոչյանն են հանձնել։ Ես մի հարց եմ տալիս։ Դու տուն ես ծախում 30 տարի առաջ։ Տանտերը տունը առնում է, փողը տալիս է, բայց ասում է տունը ստի 30 տարի հետո նոր կհելնես։ Տենց բան։ Չէ, դեն աբսուրդի ժանրից է, դա տենց ինչ որ երևակայության Չեն կարող իրակ այդ հարցը պատասխանել, տենց բան չկա։ Նայ, ես հանդիպել եմ բազմիցս նման մարդկանց հետ, փորձել եմ իրենց հասկացնել, էլի, ինչի համար։ Նախ եւ առաջ այդ մարդիկ պատմություն չգիտեն։ Ասում են ռուսներն են մեղավոր, ռուսները մեզ միշտ գցել են, բան ասում եմ երբ են գցել, ասում եմ դե սովետական միությունից սկսած, ասում Հայաստանի Հանրապետությունը անկախ, Դաշնակցական Հանրապետությունը, դաշնակներն էին իշխանությունը, ինչ իրավիճակում էր, ունենք 700,000 բնակչություն, որի կեսից շատը տիֆով ու խոլերայով հիվանդ էր, սովետականացումից հետո Հայաստանը զարգացավ, ապրեց, երբ որ Հայաստանը կրկին անգամ 7-րդ հանրապետությունը, երբ որ անկախացավ, ինչ ունենք 3 միլիոնից ավել բնակչություն, տարածքներով ավելի մեծ Հայաստան, այսինքն այդ սովետական միությունը, Ռուսաստանը, այսպես ասած, Մոսկվան մեզ պետություն տվեց այդ ընթացքում։ Հետո
30 տարի շարունակ եղել է մեր ռազմավարական համար 1 դաշնակիցը ու չենք տեսել ինչ որ մի կետ, որտեղ Ռուսաստանը խախտեր իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Եկավ Նիկոլ Փաշինյանը, սկսեց հակառուսական քարոզչություն, սկսեց Պուտինի դեմ ինչ-որ արշավներ։ Երկնակի խաղեր, ռուսի դեմ գնում էր շոպլի գանում էր, Եվրոպա գնում էր, եվրոպացիներն էր։ Հիմա այս մարդկանց պետքա բացատրել, որ սիրելի մեր հայրենակիցներ, մեր ընկերներ, եկեք փաստերով դիտարկենք, էլի ամեն ինչ խոսքով չի, եթե Նիկոլ Փաշինյանը մի բան ասում է, ես միշտ sense եմ էլի վերցրել, եթե երկրի ղեկավարը ինչ որ մի բան ասում է, դա բացարձակ ճշմարտություն է, միշտ այդպես է եղել։ Միջև Նիկոլ Փաշինյանը։ Հիմա հակառակն է, ինչ ասում ես։ Պետքա հստակ ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանի ասածները որպես փաստ եւ իրականություն չընդունել, քանի որ նա շարքային խաբեբա է, ու այդ շարքային խաբեբան այսօր հայտնվել է մեր երկրի ղեկավար պաշտոնին։ Ու արի քննարկենք նաև այս իրավիճակը, էլի մարդկանց գնում քաշքշում է, չգիտեմ, ընդդիմադիրներին ասում է, կզցնում է, այդ բառապաշարը, այդ վարչապետի խոսույթ է։ Լավ խոսում են, կներես, էլի որ ընդդադում եմ, Սև ջան, ասենք խոսում է, Քոչյանը խոսում է, Սերժը խոսում է, լավ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է, 3 նախագահան խոսում են։ Երբ ենք մենք տեսել sense խոսույթ նրանց բերանից, երբեք։ Հա ունեցել են կարող է լիքը թերություններ, ոչ մեկ անթերի չէ, բայց նրանք ամենակարևորը կարացել են երկիր բարեն անարիք սահմաններ բան։ Այդքան ինձ հերիքա, որ նրանք հարկանքի արժանանան։ Ով է այս փալասը։ Հələ արի Նիկոլի անցյալը սկսենք նայել, էլի։ Հոդվածներ, փողով հոդված գրող, դեղին մամուլի գորշ լրագրող, այդ կանը կասեմ, ով է եղել ինքը։ Ստացվեց ունենց, որ այսօր այդ մարդը մեր երկիրն է ներկայացնում ու ցավով եմ նշում, որ մեր երկիրն է ներկայացնում, ինքը իրանք կյանքում ոչինչ չունեն արած, չեն ունեցել արած, իրանք ոչ մի բանի մասին են եղել, այն օրը մեր հաղորդմանը քննարկում էինք Ավինյան Տիգրանին, թե Ավինյան Տիգրանը ոնց հայտնվեց, ինչ որ չգիտեմ, հիմա էլ համացանցում կադրեր կա, ինչ որ ոդկասթից, որտեղ ինքը ասում է, ես համասեռամոլ եմ եղել։ Հա, ասել է, ես ասել եմ։ Նարկամանել եմ եղել, կամ հետո ասում է, եթե խոտի մասին է, ասենց ինչ որ բաներ է խոսում, էլի, այսօր Հայաստանը թմրամոլության ու խաղամոլության մեջ վխտում է այս ժողովրդի մեջ է մտել ու դա ազգային անվտանգության խնդիր է ու այդ բիզնեսն էլ է իրանց ձեռքը։ Դե իհարկե, բիզնեսն էլ է իրանց ձեռքը։ Եթե իրանց ձեռքում է չլինի, ուրեմն իրանք հանցավոր անգործության են մատնված։ Հնարավոր չէ էլի մի պետությունում այսքան թմրաշրջանառություն լինի, այսքան խաղամոլություն լինի ու պետությունը դրանից տեղյակ չլինի։ Այսինքն ուրեմն այդ պետության ղեկավարները ոչ մի բանի մասին են։ Այսինքն գալիս ենք նրան, սիրելի հայրենակիցներ, որ ձեզ էլ մեկ անգամ եւս հորդորում, խնդրում եմ, որ գնաք ձեր ձայնը տակ ընդդիմադիր տեխնացուներից որևէ մեկին ձեր նախընտրությամբ, բայց եկեք մի բան էլ ֆիքսենք, Մարիամ ջան, որ այդ ընդդիմադիր տեխնացուները բոլորը չեն ընդդիմադիր։ Այո։ Օրինակ Սարգսյան Արամը ընդդիմադիր չի, իշխանության ներկայացուցիչն է, չգիտեմ, եթե մարդիկ կան, որ գնալու են Բաբաջանյան Արմանը, չգիտեմ, Լևոն Շիրինյանը, ոնց կարան իրը։ Հա 19 կուսակցություն, 17 կուսակցություն 2 դաշինք, այսինքն 19 ուժ է մասնակցում, այդ 19 ուժից պետք է տեսնեք ով է իրականում ընդդիմադիր ու ովքեր են ձայներ փախցնող այդ փոշիացնողները, որովհետև իրականում եթե ինչ որ մի կուսակցություն հավաքի 5000 ձայն ու ասենք չանցնի լինելու են էլի այդպիսիները չանցնի ազգային ժողով, այդ ձայները ըստ բաշխվածության գնալու են ամենաշատը գնալու է գործող իշխանություններին ու եկեք ֆիքսենք, որ պետք է համախմբվենք այն ուժի կողքը, ով այսօր ընդդիմության լիդերն է իրանից ներկայացնում ու իմ կարծիքով ու գրեթե իմ բոլորի կարծիքն է դա, որ Սամվել Կարապետյանի Այսօր ամենաշատ ձայնը ինքը կհավաքի ընդդիմության մեջ, էդի արդեն ակնառու երևում է։ Պետք է այդ ձայնը տանք Սամվել Կարապետյանի միանշանակ։ Ես ասում եմ, ես իմ ձայնը տալու եմ Սամվել Կարապետյանին, որովհետև տենում եմ, որ այսօր նախ ինչի Սամվել Կարապետյանն է, ինչի Սամվել Կարապետյան։ Հա մեր հայրենակիցներն էին մնալ։ Ամենաառաջինը նրա համար որ նա բարեգործ է, մեծ բարեգործ է։ Նա արդեն այնքան ունի, նա չի գալու թալանելու սրան այս սովածների պես։ Այս սովածների պես, որ իրանց ամեն ամիս պարգևավճարների տակ թալանում են մեր բյուջեն։
Էնի տեսած, ինչ կան բարեգործություններ է արել, ինչ կան։ Այս վերջերս հիվանդանոց էի գնացել բան ուրուսկաբանության կենտրոն ու բարձվում է, որ ուրուսկաբանության կենտրոնը չգիտեմ քանի միլիոն դոլարով վերակառուցել է Սամվել Կարապետյանը։ Այդ ընդեղ իմացա։ Այդ մեկը չգիտեի, շատ գիտեի, որ Արցախում հիվանդանոցներ, դպրոցներ, Վանաձորի հիվանդանոցը, ուսանողների վճարներ Արտասամանյան, բոլորը ինքն է արել, բայց ուրուսկաբանության կենտրոնը չգիտեի, որ հիմա ուրուսկաբանության կենտրոնի տնօրենը ԿՊԱ-կան մեկն է։ Դե բնական է, ԿՊԱ-կան։ Բայց այդ Սամվելի սարկած հիվանդանոցն են գնում։ Ոնց կարելի ուրանալ այդ մարդու ավանդը։ Չէ, այս մեր ժողովրդի մեջ մի հատ ինչ-որ բան կա մտած, եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան ասում, դա բացարձակ ճշմարտություն է, դրա համար ասում է Սամվել Կարապետյանը հեսի փողերն է այտենց յուրացրել, ասենք հեծում այնքան ներդրում արել իր անձնական փողերն է ծախսել, որ ասենք մինուսներ է գնացել, հեծի թալանի, ինչ թալանի մասին է խոսքը, էլի, ինչ որ մեկը կարա ասի։ Ռուսաստանով է հարստացել, իր բիզնեսները Ռուսաստանում է։ Իր փողերը ներդրել է Հայաստանում բարեգործության։ Բայց իր աշխատած փողերը ինքը ներդրել է Հայաստանին։ Այդ մարդուց ինչ եք ուզում էլ ուրիշ անել։ Չէ, որ ասում են, գիտեք ինչ, գնացել Ռուսաստանում ես ինչ էր արել հարստացել, ձեր ինչ խնդրեմն է ինչ արել հարստացել։ Մարդը իր փողերը, անձնական իր փողերը, որ կարա իր վրա իր ընտանիքի վրա ծախսում է Հայաստանում բարեգործություններ իրականացնելով։ Ու այդ մարդուց պետքա այդ մարդուն հարգել, հիմա ընդունել, աբսուրդի մեջ ենք ապրում, էլի, ինչ որ մարդիկ կան, որ 2000 օրինակ եմ բերում, էլ 2013 թվականին էլ էին նույն աշխատանքի, նույն սոցիալական կարգավիճակում, բոլոր իրավիճակում նույնն էին, հիմա էլ են նույնը, իրանց մոտ ոչինչ չի փոխվել։ Ոնց որ 15 տարի առաջ հիմա էլ ոչ մի բան չի փոխվել։ Այդ մարդիկ ասում են պետք է ընտրենք Նիկոլ Փաշինյանին, ինչի համար։ Չգիտեմ, որ լավ բան չեն կարող։ Ասում եմ, ասեք, էլի շատ եմ ասեք, խնդրում եմ, թվեք։ Ինչ մարդիկ եկան, ասում են չայրած փոքրագույնը Նիկոլ Փաշինյանը չայրած վատարագույնի մեջ ընդրում են վատարագույնի։ Չէ, չայրած փոքրագույնը Նիկոլ Փաշինյանի լավը որն է։ Այդ մարդը 2-3 անգամ պատերազմ է բերել Հայաստանին, Արցախ են կորցրել, 5000 երրաբլուրում պարկած են այդ երիտասարդ տղաները։ Այդ վերջնական թիվը չի։ Կպարզվի, երբ որ Նիկոլ Փաշինյանը չի։ Իհարկե կպարզվի։ Հիմա ասում այդ մարդը ամեն ինչ արել է, Հայաստանի տարածքները տվել է ադրբեջանցիներին։ 300,000 խոսակցություններ կա, որ 300,000 ադրբեջանցի պետքա գա Հայաստանում ապրի։ Ալիևը ընդեղից հայտարարում է Սևանը Գեոլչայա։ Հիմա այդ մարդու Բայց ինքն է հայտարարում, ինքը միակ Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարն է, որ ասում է Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարն է։ Այդ հերիկա, որ ինքը դատվի որպես պետական դավաճան։ Ու ամոթ այն իշխանության ընդհանրապես, որ հետակայում գալուց իրան պիտի չենթարկեն պատասխանատվության։ Նայ Մարջան, սենց մի հատ բան կա, էլի ճշմարտություն կա։ Հիմա օքեյ, պատերազմը պարտվել ենք։ Էլի Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով ենք պարտվել, որովհետև միջև պատերազմը սկսել է թե Արցախում, թե Հայաստանի զորամասերում ղեկավարներ փոխվեցին, այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ստեղծել էին այդ կառույցները, ղեկավարել էին բանակը, ինչ եղավ։ Այդ մարդկանց հանեցին գործից, բերեցին անփորձ մարդկանց, նշանակեցին հրամանատարներ։ Հիմա մի խոսքով, թե ինչի համար են պարտվել, մի կողմ են դնում, բոլորս են։ Նիկոլն է դենց ուզել, դա հաստատ է դենց։ Բոլորս է։ Մեր բանակը չի պարտվել։ Okay, հիմա ինքն է դենց ուզել։ Okay, պարտվել ենք, բայց փաստը վերցնենք, դնենք մի կողմ։ Թեխի ենք պարտվել, նոր էլի ասացինք, բայց դրա մասին չի խոսքը։ Հիմա պարտվել ենք, Արցախը օկուպացրել էին, ինչ որ խնդիրներ կար։ Հիմա այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունը, եթե լիներ նորմալ ղեկավարություն, ինչ պետք է աներ։ Բոլոր միջազգային այցանների դռները թակեր, բոլոր հնարավոր ձևերով բոլոր գործընկերներին բերեր այդ դաշտ, բոլորին կենտրոնացներ Արցախի հարցի վերաբերյալ։ Գոնե այն ինչ որ մնացել էր փորձեր պահել, ռազմագերիների վերադարձի խնդիրը, այսօր մեր նախագահները Արցախի ու ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտերում։ Հիմա բանդում է։ Հիմա
այդ բոլոր խնդիրները պետք է վեր բարձր։ Հիմա կստացվեր թե չէր ստացվի, դա արդեն երկրորդ Բայց ինչ ես խնդիրն է։ մտածում, ինքը Ալիևի հետ պայմանավորված չէ, թե բլոկադայի համար։ Ես մտածում եմ, որ դա լրիվ ես իհարկե մտածում եմ, որ կազմակերպված է ինքը Ալիևի հետ համաձայնության, եկե թե բլոկադան, թե Արցախի ռազմական Դե նայ, էսի մեր համար չենք խոսում, մեր խոսում ենք այն մարդկանց համար, ովքեր ասում են Նիկոլը ինչ որ բաներ ճիշտ անում։ Այդ մարդը այսքան բանը սխալ անելուց հետո ո՞նց է գնալու ընտրեք այդ մարդուն։ Չգիտեմ, ստամոքսով են մտածում այդ մարդիկ։ Դե հիմա ստամոքսը Նիկոլը ինչ որ փող է տալի կամ չգիտեմ ինչ է տալի։ Լավ, ստամոքսով են մտածում։ Հիմա այդ Խալաձեինիկը 10,000 հանել է թոշակը։ Հա 10,000 դրամ հանել է այդ թոշակը, դա ընտրակ աշարք է ուղիղ։ Ուղիղ։ Հետո ինչքան է 10,000-ի վրա ինչքան է թանկած է բարենային ապրանքներ։ Խանութում եմ աշխատում, այտենց օր չկա, որ մեր մոտ գինչ բարձանա։ Մենք բան չփոխենք, գինչ փոխենք։ Այտենց օր չկա բացառվում է, բայց դի չեն տեսնում։ Դա է անգամ այն առաջին պարագաները, որ մարդիկ օգտագործում են հաց, չգիտեմ, կարակ, պանիր, ձեթ։ Քան տոկոսով է բարձած է։ Բոլորը բարձրացել են, անգամ սիգարետի գինը ի՞նչ է դառը։ Ու սիգարետի գինը 2-3 ամիսը մեկ բարձրանում է, եթե հետ ես նայում 2 տարի առաջվա, տենում ես, ասենք կրկնակի բարձրացել է։ Այդ 10,000-ով իրանք մի օր են ապրելու։ Բայց հետո ինք ինչ էր ասում, մինչև ընտրությունների մոտիկանալ, մի 4-5 ամիս Կիպրոս առաջ։ պետք է գնան թոշակը։ Չէ, մինչև այդ ինչ էր ասում, ասում էր Այդ 10,000 թոշակը ինչ բարձրացնեմ, ինչ անեն, իրանք չեն իմանալու ինչի վրա են ծախսելու։ Եկավ ընտրությունների մոտիկացավ այս ժամանակը, մի 2-3 ամիս մոտիկացավ, արդեն ինք ասեց հանում եմ, այդ չեղա ընտրակաշար։ Կամ որ ասում է, բան եմ անելու այդ խախտումներ ունեցող վարորդներին, հեչ եմ անելու խախտումները, վերականգնելու եմ իր վարորդական իրավունքները։ Ես մի քիչ ավելի լավա տեղեկ եմ այդ խնդրից։ Վարորդական իրավունքների այդ խնդիրների այդ բողոքող մեր քաղաքացիներին տեսել ես չէ վիդեոները ամբողջ համացանցում։ Հիմա լավ։ Ես գինովցած ավտոմեքենայի ռուլն եմ, կյանքում նման դեպք չի եղել իմ հետ, բայց օրինակ եմ բերում։ Ինձ զրկել են, ճիշտ են արել։ Խի պետքա գինովցած վարորդը, հարբած վարորդը, հարբած հարորդիները։ Դա մարդկանց կյանք։ Դա քրեական հանցագործություն է։ Քրեորեն պատժել այդ մարդը, ով հարբած նստում է ավտոմեքենայի ռուլին, եթե բարեկային ծառայությունը բռնում է, պետքա իրեն դատեն։ Դա հանցագործություն է մնացած բոլոր ավտոմեքենայի վարորդների ու հետիոտների համար, ուղիղ հանցագործություն է։ Հիմա sense բան կա, չէ, եթե ինչ-որ մեկին մոտ հայտնաբերում են վինտովկա սնայպեր, ասենք ավտոմեքենայի մեջ, կիլլերի հոդված է, չէ, այդ մարդու հանդեպ մտածում են, որ ինքը, ասենք, մարդասպան է, ինչ-որ գնացել է սպանի, չէ։ Նույն լոգիկայով պետք է այդ հարբած վարորդներին նույն ձև պատժեն։ Ինչ արեց։ Ինչ-որ մի 30-40 հոգի հավաքվեցին մի 2 հոգի կառավարության դիմաց ու ինչ-որ մի նիկոլական Նիկոլին պաշտպանող երիտասարդ կա, տենց անունը չեմ ուզում նշեմ մեր եթերում, շատ վատ մարդ է, կասեմ վերջում քեզ ում մասին է, իր օգնությամբ այդ մարդիկ հավաքվեցին, գնացին իրանց էլ եթեր տվեցին, վերջում էլ հանդիպացրեցին Նիկոլի հետ, Նիկոլը ասաց թե ներում եմ։ Աբսուրդ է դա։ Աբսուրդի մեջ ենք ապրում, այսինքն եթե մի 50 հոգի ինչ որ հանցագործություն է արել, այդ 50 հոգով հավաքվենք ընտրությունների բերան գնանք, ասենք Նիկոլ ջան, ներելու է։ Հաստատ ինքը իր քվեն, մի քվեի համար անգամ ինքը պատրաստ է ամեն զողության գնա, ամեն ինչի։ Ամեն ինչի ինքը պատրաստ է գնա, մենակ ինքը քվե պոկի, իր աթոռը պահի։ Դրա մասին խոսք գնալ չի կարող, սա աբսուրդի մեջ ենք ապրում ու մի անգամ էլ մեր հայրենակիցներին ասենք, այդ որ ներում են այդ վարորդականի հետ կապված, այդ դրա դիմաց դեզնից վաղը չմյուս օրը ավել բան են ուզելու։ Դա կլինի Հայաստանի տարածքներից, կարող է անձնապես ձեզ չվերաբերվի, բայց մեր երկրի սահմաններն են փոքրանալու, մեր երկրի, չգիտեմ, արտաքին պարտքը հասել է եսին որտեղ է հասել 14 միլիարդ ու կես է, եթե չեմ սխալվում։ 14 միլիարդից ավել է։ Ավել է, եթե չեմ սխալվում պարկը, ինքը ժառանգություն ստացել է 8 միլիարդ պարկով, արդեն 14 միլիարդ ու կես պարկ ունեն։ Ու այդ փողերը ուր է գնում։ Չէ, իրոք ուր է գնում։ Ոչ բանակն է տենց սպառազինվում, ոչ, չգիտեմ, ոստիկանության իրանց պարգևավճարների։ Գիտես Իրանա դեկտեմբերի 31-ին ինչքան պարգևավճար է տվել։ Ինչքան։ 13 միլիոն։
Դու հետ իմացել էիր։ Չէ։ 13 միլիոն ինքն իրան պարգևավճար տվել, ինքն իրան պարգևատրել է։ Ինչի համար։ Որ լավ քայլերիդ համար։ 10,000-ով թոշակ ես ավելացնում։ Կախել ես թոշակառուների ճակատից, չէ։ Հա, չէ, իրանք եկել են։ Ավելացրել եմ։ Իրանք եկել էին ասում էին, չէ, մենք պետքա պայքարենք ամեն ինչի դեմ, կամերաներ, չգիտեմ, կաշառքների ու մնացած բոլոր այդ արատավոր երևույթների դեմ մենք պայքար ենք սկսելու բանը։ Ինչ եղավ, արագաչափերը ավելի շատացրեցին։ Կարմիր գծերը ավելի շատացրեցին։ Գները ավելի բարձրացրեցին։ Գիտես, մեկ էս ավեշ թվորներ մի քանի օր առաջ չեմ հիշում, որ թաղամասում էր կամ որ գյուղում ու մարզում էր։ Քարոզ Աշրավին ասում է՝ «Սիրելի ժողովուրդ, չէ, երևի Երևանում էր, որովհետև խոսում էր Տե Աբովյանում էր կարող է Գագիկ Ծառուկյանի փեսայից, որ գիտեք, բռնագրավել եմ նրա տունը իր տարածքով, ու դա գիտեք ումն է սիրելի ժողովուրդ, ձենա, ունդեղից տապահարում էր հազար ներողություն, բայց ես չեմ կարա չասեմ։ Այդ մարդիկ գնում է ապրում են։ Ծապահարում են, չէ, բայց մի րոպե ինքը հիշում ես հեղափոխության ժամանակ ինչ հյուրանոց էր վերցրեց Ծաղկաձորում, ինչ անունը չեմ հիշում այդ հյուրանոցի։ Ինչ հրա վերցրեց, էլի տենց հայդարեց, նույն ձև, չէ, հայդարեցի, էլի ժողովուրդ այդ հյուրանոցը ձերն է։ Հիմա այդ հյուրանոցը ումն է։ Ինձ մեծ հետաքրքիր է։ Իրանց է պետք է լինի։ Բայց ժողովուրդը տեսել է, որևիցե մի ժողովուրդ այդ հյուրանոցում անվճար գնացել է։ Չէ, նայեք, էլի ժողովուրդ ջան, մի հատ արեք օրինակ վերցնենք Ալեն Սիմոնյանի մասին, մենք իրան շատ ենք սիրում անդրադառնալ։ Ալեն Սիմոնյանի, ասենք ազգային ժողովի նախագահի ինստիտուտ է, էլի որպես այդպեսին մենք ունեցել ենք վերջինը Ալենից առաջ եղել է Արա Բաբլոյանը, որպես ասենք ծանրակշիռ մարդ, պատմություն ունեցող մարդ։ Ասենք ոնց եք պատկերացնում, հնարավոր էր մեր ազգային ժողովի նախկին նախագահներից ինչ որ մեկը, ասենք բան աներ, քաղաքացու ձեռքերը բռնեին ախրանան, ինքը թքեր վրան։ Պատկերացնում եք։ Չէ, սա չեմ հասկանում, այս մարդիկ ոնց են ընդունում, իրան սիրում կամ չգիտեմ, իրանց հետևից գնում։ Էլի ինչ որ փողերի համար, բայց կան արժեքներ, որ պետքա մարդիկ ունենան կարմիր գծեր։ Ես բանել է իմիտացիա ենք ստեղծում, որ իր հետևից շատ մարդ է գնում։ Դու գիտես։ Լավ, թող 20 հոգին խի են գնում։ Հա, 20 հոգի կարող է գնա, բայց այն որ լիքծուս հա դա բոլորին ստիպողաբար են բերում։ Իհարկե։ Թաթոյանի էս վերջերս արած այնագրությունը, որ հրաբարակ ես տեսել ես։ Հա։ Ոնց են ուսանողն են ստիպում, որ գնան իր քարոզարշավը։ Դա հանցագործություն է։ Ոնց է։ Հիմա ասենք գցենք սենց էլի, ասենք ում վրա օրինակ բերեմ, չգիտեմ, Ծառուկյանը կամ Նարեգը կամ ասենք Քոչյանից ինչ որ մեկը մի հատ կնոջը տենց աներ։ Հիմա որտեղ էր տվյալ անձը։ Ինքը հանցագործություն արեց, չէ։ Ինքը բռնություն արեց այդ կնոջ հանդեպ, բռնության կոչ արեց, չէ։ Կզծնելու եմ։ Նախ ասեմ, որ 8 տարի սիրելի ժողովուրդ։ 8 տարի որ ինքն է կզած։ Ալիևի դեմը կզած, կոշիկի տակն է լպստում, ինչ կան ուժ ունի։ Հիմա ոնց կարելի է կզած ղեկավարը կզած պարդված ղեկավարը խոսա ուրիշի կզելուց։ Նայ, չէ, կզծնելուց, ինչ որ մեկին կզծնելուց։ Մեր միջավայրում sense դեպք կա ու տենց կենցաղային բանի վրա եմ օրինակ բերում, կան մարդիկ, ովքեր Բաքվում հայաթում, տենց խելոք ժողովուրդ են, կզում են բոլորի առաջ, բայց գնում են տուն, տնեցիկին սկսում են ծեծել, սպանել, չէ՞, այդպես մարդկանց դու ես հանդիպած ես էլ եմ հանդիպած։ Նիկոլը, էդի է։ Ժողովուրդ, Նիկոլը հենց էդի է։ Ստե գալի կզեմ, կտրեմ, թափեմ, սպանեմ, ինչ անեմ, ամեն ինչ անեմ, վերջում գնում է բան։ Բոլոր հանդիպումներ, էլի միջազգային էլ հանդիպումներին նայելի, ասենք ուր գնացել է, ոնց գորգորի ցակամյա։ Ֆրանսիայում դեկորատիվ խնձոր չէր ուտում։ Ֆրանսիայում որ հանդիպում էր Մակրոնի այդ բան չէր ուտում, դեկորատիվ խնձոր էր ուտում, հասկանում ես։ Ոչմ խայ ծիծաղում ենք, բայց իրոքից լալու է։ Այ ժամանակին մարդ կար ասում էր թող Նիկոլը չլինի, լինի ցանկացած պոլիպեդ, գիտեք խի։ Պոլիպեդը չի կարող դավաճան լինի։ Զուտ այդ լոգիկայով էլի։ Այս մարդը ինքը թուրքից էլ ավել թուրք է։ Հա։ Չես հասկանում ինչ շահ է սպասարկում։ Ինքը ես մտածում եմ սենց, որ ինքը ոնց որ գիտես ինչ լինի, նշանակված Ադրբեջանի կողմից դեսպան Հայաստանում։ Հա, ճիշտ ես։ Լրիվ Ադրբեջանի շահերն են։ Հիշում ես, առաջ տանում Ադրբեջանի 18 թվականից հետո հոկտեմբեր ամսին ինչ որ երթ կազմակերպեցինք այդ LGBT համայնքի բան այլասերվածության քարոզչության։ Հիշում ես, որ ես այդ ժամանակ ենք ծանոթացել։ 18 թվականի եւ 3-4 ամիս էր անց, չէ՞, այդ ամեն ինչից։
Հիշում ես այդ օրերը։ Դու այդ օրերը կյանքում կմտածեիր, որ կգա մի օր, որ մեր նախարարություններում հիմա տեղեկ ես, ես քեզ ասեմ տեղեկացված եղի, որ 3 նախարարությունում LGBT ամենքից մարդ չի աշխատում, մնացած բոլորում աշխատում են։ Ու այդ տեղերը ոնց որ տավել են իրանց։ Այո։ Այսօր ասենք, չգիտեմ, մեր երեխաների կրթության հետ ոլորտի հետ կապված հարցերը հնարավոր է լուծեն, ասենք, չգիտեմ, ինչ-որ մի հատ գոմիկ նստած, ասենք, պատկերացնեիր տենց բան։ Դե եթե Երևանի քաղաքապետն է, պաշտոնապես Հայդամորինքը ժամանակին եղել է գեյ, ուրեմն չեմ զարմանալ ոչ բանի։ Չէ, այդ ինչ որ կոնտեքստից կտրված խոսակցությունն է, որ ասում են ինձ մեղադրել են դրա մեջ, բայց ամեն դեպքում հիմա դա Ավինյան Տիգրանին տեսել ենք իր վարած քաղաքային նիստերն ենք տեսել, ինչ որ բաների ազդեցության տակ աշկերը դուրս եկած դրա մասին խոսք կարող է գոմիկել ա եղա ամեն ինչը եղած լինի, բայց այդ վիդեոյի մեջ ինչ որ կոնտեքստից կտրված բան է, վիդեոյ է, մարդը չէր հայտարարի տենց ուղիղ տեսքով։ Ինձ թվում է հայտարարի, որտեղ այդ իրանց ժամանակներում Չասեմ, ես համասեռամոլների դեմ ոչինչ չունեմ բանման։ Ընկեր, մենք այնց հասարակությունում ենք ապրում, մեր երկիրը այնց վտանգված, այնքան ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ կան, որ դու պետքա դեմ լինես կոմիկներին։ Դու պետքա չթողես, որ հասարակությունում շատանան, բազմանան դրանք։ Հիշում ես Երևանի քաղաքապետարան գոմիկները, որ մտան ոստիկանին դանակա հարեցին բանման։ Ոստիկանական բաժամուկում ծեծին իրանց ընկերոջը բռնետայել են, գնացին ամբողջ ոստիկանական համակարգին դեղ գտնվող ծեծեցին։ Ուժեղ բան են, չէ՞։ Որտեվ Թիգունքում Նիկոլ Փաշինյանն է կանգնած։ Մենակ Նիկոլ Փաշինյանը Ամերիկայի դեսպանում մնացած է։ Քիչ կարտացել եք։ Ո՞վ է կարտացել։ Կարտաց։ Абսուրդ է։ Եթերային Այնօր ասում եք գժվում եմ անչափահաս տղայի հետ սեռական հարաբերություններ ունենամ։ Դե հա, որովհետև իրակուսություն առնելուց հետո կներեք իհարկե, ինք ամբողջ կյանքը կհիշի ինձ։ Դրանից ավել էլ ինչ ասեմ, գրքի հատված եմ ասում ես ձեզ։ Այդ մարդը, այլասերված մարդ է։ Ինք մարդ չի ինքը, ես չգիտեմ ինչ է ինքը, ես չեմ կարող իրան բնութագրել։ Անկեղծ ես իրան միշտ ասել եմ այդ Ալիևից Էրդողանից ավելի եմ ատում։ Գիտես խի, որտեվ Ալիևն Էրդողանը իրանց տարածքների համար են անում։ Մարդիկ իրանց տարածքներն են, բա մի բաներ ուրիշի տարածքներից բռնագրավում են, իրանց ընդլայնում են իրանց պետության սահմանները։ Իսկ սա ինչ է անում։ Սա տալիս է չի բռզնում։ Իհարկե։ Ինքը նորից է տալու։ Եթե ինքը անցավ, նորից եմ ասում, ասված Բոչյանի, ինքը Հայաստանից թողնելու է շատքի, այս հրաբարակն է թողնելու։ Եթե իհարկե թողնի։ Գիտես, ես Ալիևի խոսքերը մեկ-մեկ լսում եմ, տելեգրամյան ալիքները, մեկ-մեկ իր ելույթները լսում եմ։ Ինքը գիտես ինչ է ասում, ասում ես իմ ժողովրդին ոնց խոստացա, որ Ղարաբաղը հետ եմ բերելու։ Չեմ սիրում Ղարաբաղ ասել, իմ համար Արցախ է, որտեղ Ղարաբաղ մենակ Նիկոլի Ժեխերը, Նիկոլի խումբը մեկել թուրքերն են ասում, բայց իրա բարերով ասեմ, Ղարաբաղը ոնց հետ բերեցի, խոստացել էի, արեցի։ Տենց կանեմ նաև իմ երկրորդ խոստումի ժամանակ իմ դրոշը ծածանվելու է Երևանի հրաբարակում, Երևանի հրաբարակում։ Բայց վախ չի, որ չենք վախում, որ դա լինի։ Այո, վախում ենք, ոչ չենք վախում։ Ես պատրաստ չեմ ապրելու արդյոք։ Չէ, ես կյանքում ես միջև Նիկոլ Փաշինյանի հետ գալը։ Շատերը պատրաստ են, ես պատրաստ չեմ, դու պատրաստ ես, իհարկե ոչ։ Պատրաստ չենք։ Ու Ռամի Սաֆարովի պեսների հետ ո՞նց կարող ես ապրել։ ապրել։ Եթե պատկերացնենք ինչ որ մի ժամանակ, որ ադրբեջանցիները, ասենք, չգիտեմ, մեր Պազեզդում, ասենք 3 հատ տուն ունեն ու ապրում են օրինակ, մենք չենք կարող հաշտ ապրենք այդ մարդկանց հետ։ Թուրքերը չենք կարող հաշտ ապրենք։ Միջև մենք չունենանք արժանապատիվ խաղաղություն ու այդ խաղաղությունը պետքա պարտադրի մեր բանակը։ Մեր ռազմավարական գործընկերները։ Ասել եմ ու միշտ կասեմ։ Ճիշտ ես ասում։ Խաղաղությունը կզած չենք ընկում։ Իհարկե։ Խաղաղությունը եղել է միջև 2020 թվականը։ Ապրիլյան պատերազմը ունեցել, որ ապրիլյան պատերազմում 4 օր հետո Ալիևը Ռուսաստան էր զանգել, խնդրում էր որ դադարեցնեն։ Այսինքն խաղաղությունը տենց է լինում։ Ինչ որ 800 հեկտար հող էր այդ ընթացքում կորցրել։ Դե տեսար ինչ արեցին։ Ինչեր էին անում։ Չգիտեմ, արդեն թունդ հայրենասերները ոտքի էին։ Երբ նախագահային դավաճան էին սկսում համարել։ Բա ամբողջ Արցախը տվեց։ Ո՞ս մարդուն դավաճան ես ասում, մի հատ էլ ասում են գիտես ինչ կա։ Մի հատ ազգային ժողովում մի օր մի հատ հայտարարություն արեց, չես պատերազմ, հետո որ ասեց ես պատերազմի ելքը գիտեի մինչև պատերազմը։ Դա արդեն իր այդ հայտարարությունը պետական դավաճանություն է, չէ՞։ Ինքը այդ բանը։ Ասում են կարայինք սենց չանեինք։ Բայց ես գիտեի ելքը, համարեր դավաճան, չէ՞։ Հիմա դավաճան չի։
Չէ, եթե դու ելքը գիտեիր, բա ինչի տարար այդ կան երախուն կոդորեցիր։ Օրինակ ես որ իրան դավաճան չասեն, ասեց ինքը ուղիղ։ Ասեց ինչ ժողովուրդը այնվաղ դավաճան կհաներ, որ առանց Հիմա ինչա հերոս, հա։ Հիմա հերոս, հա։ Դե հիմա չես տենում, հիմա տատիկներ, պապիկներ ինչ որ գնում փաթաթվում են, բա Նիկոլ ջան, մեռնեմ կյանքիդ, դու հզոր չգիտեմ։ Մի օր այս վերջերս Facebook-ում տեսա մեկի էջում գծած է Մոնթեի նկարը, Նիկոլի նկարը, գրած է ազգիս երկու հերոսները։ Դա հասկանում ես մենք ուր ենք հասել, որ Մոնթեին համեմատում են ազգի դավաճանի հետ։ Ես չգիտեմ, բառեր չեմ գտնում, այս ողբերգություն է։ Իհարկե ողբերգություն է։ Այս ողբերգություն է։ Հասել ենք նրան, որ մեր երկիրը կործանվում է, մեր երկրի ղեկավարը սենց մարդիկ են ղեկավարները։ Ինքը նաև կարացավ ընտանիքների մեջ մտներ, բայ այդ։ Ինքը կարացավ մարդուն կնոջ դեմ հանել, ընկերոջին գերոջ դեմ։ Հա, բայց չէ, անկեղծ էլի, ասենք լավ, ես որ մարդ եմ տենում, որ Նիկոլից լավն է խոսում, ես զարմանում եմ այդ մարդու վրա, մարդու մտածելակերպի, ասենք չգիտեմ, իմ կարծիքով կրթության բացակայության մասին, որ կրթություն չունեն, պատկերացում չունեն ընդհանրապես, չես հասկանում էլի, ոնց կարա նորմալ ադեկվատ մարդը գնա Նիկոլի հետևից։ Նորից եմ կգնում 5000 տարվա պատմություն ունեցող ազգենք, ոնց դառանք սենց։ Ոնց այս 8 տարվա մեջ ոնց կարող ենք սենց դառնալ, որ դպրոցներից հանեն հերոսների նկարները։ Ասենք Ադրբեջանում դպրոցներում երեխեքին փոքրուց սովորացնում են, որ ասենք միշտ սովորացրել են, որ Ադրբեջանի տարածքի մեջ է նաև Ղարաբաղը, որ հայերը օկուպանտցրել են, հայերը մեր թշնամիներն են։ Ստեղ հագարակ հիմա սովորացնում են, որ Ադրբեջանի մասն է Ղարաբաղը, որ դրանք հերոսներ չեն։ Մի ժամանակ ես չեմ զարմանա, որ եթե ինքը իրանցնելուց հետո ինքը նաև ձերբակալել տա բոլոր Արցախյան գոյամարտի հերոսներին, կենտանի հերոսներին։ Հնարավոր է, չի բան։ Հանձնի Ալիևին, ես դրանից չեմ զարմանա։ Հա, Նիկոլ Փաշինյանից ամեն ինչը սպասելի է։ Հանի դավաճաններ ու հանձնի Ադրբեջանին, դա էլ կանի։ Որովհետև այդ կետը կա Ալիևի մոտ։ Ալիևը ասել է, որ օկուպանտները պիտի պատասխան տան։ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը ասել էր Հայաստանի հետ խաղաղության հետ պայմանագիրը մենակ բանն է։ Հայաստանի սահմանադրությունն է մեզ խանգարում։ Հիմա նայ ընտրություններից հետո ինքը էլ է փոխելու։ Ոչ բարով սա ընտրվի, հաջորդը լինելու է սահմանադրության փոփոխությունը, հետո լինելու է մեր հերոսներին Բաքու ուղարկելը, հաստատ։ Նախ ինքը Ադրբեջանին պիտի ինքը հենց սահմանադրությունը փոխեց, ինքը գիտես, չեմ հիշում, կոնկրետ սուտ չխոսամ թվերը չեմ հիշում, բայց քանի միլիարդ դոլար ինքը պիտի փոխհատուցում տա իբրև զավտած տարածքների համար։ Շահագործել է իր Ադրբեջանի տարածքները 30 տարի։ Այ ինքը դա էլ պիտի տա։ Էլչիբեյի կար, չէ, Ադրբեջանում նախագահ, որ կար ժամանակ ղեկավարած, այդ Էլչիբեյի պատմությունը որ նայում ես, նման է Նիկոլ Փաշինյան, թե դեմքով, թե իր խոսույթով, իր գործառույթներով ոնց արել է։ Այսինքն այն ժամանակվա մեր երկրի ղեկավարները տեսել են Էլչիբեյին ու ասել են սրանից լավ նախագահ իրանց չենք կարող պատկերացնել էլի։ Հիմա նույնն էլ կրկնվում է Հայաստանում, բայց սա այդ Էլչիբեյից էլ է անցնում։ Բացի դրանից Ադրբեջանի ժողովուրդը երևի տենց խելացի գտնվեց, այդ Էլչիբեյին ճանապարհեց, որ այն իրավիճակում չհայտնվի, ոնց որ մենք այսօր հայտնվել ենք Հայաստանում։ Հիշում ես երկրորդ նախագահի դատերին մի տատիկ կար, որ Նիկոլին համատում էր Էլչիբեյի հետ։ Հա։ Այդ օրվանից եմ ես ֆիքսը ու սկսե հետաքրքրվել, միջև այդ չէի հետաքրքրվել։ Ամեն դեպքում Մարիամ ջան, արի մի հատ էլ մեր հայրենակիցներին կոչ անենք որպես ավարտ մեր այս ոդկասթի, որ գնան ընտրության, անպայման ընտրեն ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, որին նախընտրում են իրենք ու ձայները։ Հետո իմանան ով է ընդդիմադիր, էլի։ Օրինակ ես սենց կասեմ, որ ընդդիմադիրները հիմա կոնկրետ իմ համար 5 երևի 5 ուժն են, այդտեղ Սամվելն է, Կարապետյան, Քոչարյանն է, Թատոյանն է, Ծառուկյանն է ու երևի վերջ։ Այդտեղ չկան էլ համաձայն ես իմ հետ։ Համաձայն եմ։ Չկա էլ ընդդիմադիր ուժ դե։ Տան որևիցե մեկին, տան կոնեն հենց մարդու, որ իր ցայները չի փոշի անում։ Հիմա օրինակ իմ համար Այլյանս կուսակցությունը ընդդիմադիր չի։ Տիգրան Ուրիխանյանը։ Չէ, իրոք կամ չգիտեմ։ Նայ դոգին ընտրողների մասին էլի խոսեմ, խնդրում եմ ժողովուրդ ջան, նայեք ձեզ օրինակ, ապրես, ձեզ օրինակ Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետ դարձավ Տիգրան Ավինյանը։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա դոգը ընդդիմություն է, թե չէ։ Ոչ։
Տեսնես, մեր հայրենակիցները գնում են, ես գիտես լիքը adekvat մարդ եմ ճանաչում։ Ով դոգին շատ փող տվեց նրա կողմից Որ կխոսա։ գնում է դոգա ընտրում։ Ինչի համար, որ մարդը Ամերիկայում պահկված հայհոյում է, մենը Ուրիխանյան Տիգրան կա մտել Ռուսաստանում։ Նստած սաղորը, հա, քննադատում է երրորդ նախագահին ընդդիմությանը։ Հիմա լավ հանրապետականներն այսօր չեն մասնակցում ընտրություններին։ Խիեք ֆիքսվե իրանց վրա։ Չէ, աբսուրդ է։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ գնացեք ընտրության, նոր Մայրամը նշեց թե որ ուժերին, խնդրում եմ ընտրեք այդ ուժերից որևէ մեկին ու անպայման գնացեք ընտրության, գնացեք որ Նիկոլ Փաշինյանը գնա։ Եթե չգնաք դուք ընտրության, ձեր ձայնը ոնց ասենք, որ դուք գոնե որոշեք, ում տակ ձեր ձայնը չփոշիանա, չզրոանա, գնացեք անպայման մասնակցեք ընտրություններին, որ Նիկոլ Փաշինյանը գնա։ Հա, ես էլ նույնը կասեմ, ժողովուրդ ջան, այս մեր վերջի շանսն է։ Այս մեր ոչ թե ինչ որ ապրելու մասին է խոսք, այլ երգիր կորցնելու մասին է խոսք։ Այլ ենք ապրելու, բայց արդեն ապրելու ենք թշնամու հետ միասին։ Որովհետեւ երգիր չկորցնենք, գնացեք ստապ դատելուց հետո գնացեք եւ ընտրեք այնպիսի ուժին, որը երգիր չի վաճառի, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը։ 0.706-ին մերժում ենք 16-ին, այդքանը։